Ներս մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին գտնվում ենք 3-րդ երկի 9-րդ գլխում։ Տեր Բրահման ինքը աղոթքներ պատուցեց Գերագույն Աստծո անձնավորությանը, այսինքն մենք հիմա դիտարկում ենք ձեզ հետ արիացիների պատկերացումները արարչագործության մասին եւ հիմա տեղի է ունենում այն պահը, որը տարբերում է իրականում արիացիների գաղափարախոսությունը մնացած բոլոր հոգևոր գաղափարախոսություններից, որոնք եւ երբ իրենք խոսում են արարչագործության մասին։ Արիացիները իրենք պնդում են, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորության մասնակցությունը նյութական աշխարհի արարչագործության մեջ ինքը, եթե կարելի է այսպես ասել, սահմանափակվում է տարածք տրամադրելով։ Եթե մենք խոսում ենք իմաստից, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնություն է տալիս, որպեսզի այն ըմբոստ կենդանի էակները, որոնք իրենք չեն ցանկացել հաշվի նստել Գերագույն Աստծո անձնավորության կարծիքի հետ եւ ձգտել են ուրեմն անկախության նրա կարծիքից, ուզեցել են կառուցել իրենց պատկերացումների համաձայն աշխարհը, հա, իսկ որն է իրենց պատկերացումը։ Իրենց պատկերացումը ինքը կայացել է նրանում, որ հոգևոր աշխարհում ամեն կենդանի էակ ունի ստատիկ իր դիրքը։ Իսկ այն կենդանի էակները, որոնք այդ դիրքից մնացել են դժգոհ, որովհետև ունեին ընտրության ազատություն, այսինքն վերաբերմունքի ազատություն եւ հոգևոր հեղինակությունները իրենք այստեղ միշտ օգտագործում են այդ բառակապակցությունը, չարաշահել են իրենց ազատությունը։ Դա տեղի է ունենում միշտ գիտելիքի պակասից, ուրիշ ոչ մի բանից այդ երևույթը տեղի չի ունենում։ Մենք դա ձեզ հետ կամաց-կամաց մանրամասն, երբ որ գալիս է տեղը, քննարկում ենք եւ տեղն ենք գցում այդ բոլոր գաղափարները։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տրամադրում է տարածքը, իսկ թե ինչպիսի հոգեբանությամբ պետք է աշխատի նյութական աշխարհը, դա որոշվում է կենդանի էակների բանականության մակարդակով։ Հա, երբ որ մենք խոսում ենք բանականության մասին, մենք խոսում ենք կենդանի էակի գիտելիքի մասին, խոսում ենք նրա արժեքային համակարգի մասին։ Ուստի աշխարհի դեմքը ինքը կախված է կենդանի էակների արժեքային համակարգից, որի վրա Գերագույն Աստծո անձնավորությունը երբեք չի բռնանում։ Երբ նախանց կենդանի էակները իրենք գալիս են այս աշխարհ, իրենք մտածում էին, որ ամբողջ աշխարհը ենթարկվելու է իրենց ցանկություններին, բայց իրենք հանդիպում են իրենց նմաններին, որոնք նույնպես ուզում են լինել ավելի բարձր դիրքում, որպեսզի ավելի մեծ կյանքը վայելելու հնարավորություններ ունենան։ Եվ այդ հանգամանքը ինքը հանգեցնում է այն իրավիճակի, որ կենդանի էակները իրենք, եթե այդպես պատկերավոր ասենք, ունքեր են սկսում կիտել իրար վրա։ Եվ ամեն մեկը պատրաստ է մրցակցել ուրիշ կենդանի էակների հետ առավելություն ունենալու համար կամ անցնել դաժանությունների, եթե ունի այդպիսի զորություն։ Ուրեմն, եթե կենդանի էակը ինքը օժտված է որևիցե տաղանդներով, ինքը մտնում է սովորաբար մրցակցության մեջ, եթե ինքը ոչ մի բանով օժտված չի, բացի ֆիզիկական ուժից կամ ինչ-որ մի ուժի դրսևորումից արդեն կապ չունի, որովհետև օրինակ մեր ժամանակներում մարդը ինքը այդպիսի զենք ու զրահներ զինամթերք է հնարել, որ ասենք ֆիզիկական ուժը այլևս ոչ մի նշանակություն չունի, չէ՞։ Եվ ուրեմն համապատասխան կարողանում ենք հասկանալ, որ կենդանի էակները իրենք, որոնք ուժ են կուտակել, շատ այսպես սահուն անցնում են մեկը մեկի հանդեպ բռնության դաշտ։ Այսպես աշխարհը լցվում է դաժանությամբ։ Եվ դրա համար է, որ արիացիները իրենք նկարագրում են, որ իրականում
այն պահին, երբ որ ծնվեց Տեր Բրահման, այսինքն նյութական կենդանիակի նյութական բանականությունը մտավ նյութական աշխարհ, ինչ է շախում նյութական բանականություն, բանականություն, որը արժևորում է միայն սեփական երջանկությունը, հա, մենք խոսել ենք դրա մասին, որ արիացիները իրենք խոսում են երկու տեսակի էգոիզմի մասին, եւ այդ երկրորդ տեսակի էգոիզմը, որ մենք շատ հաճախ շփոթում ենք բարիության հետ։ Որն է այդ երկրորդ տեսակի էգոիզմը, այսինքն իրենք ասում են գոյություն ունի բան կենտրոնացված էգոիզմ, եւ դա այն էգոիզմն է, որտեղ ազնվորությունը ինքը միայն իր շահերի մասին է մտածում։ Գիտեք ոչ, դա հատկապես այսպես ցայտուն երևում է, օրինակ ասենք ծնողական հարաբերությունների մեջ, ծնող-երեխա հարաբերությունների մեջ է շատ ցայտուն երևում։ Շատ ցայտուն երևում է բան ցանկացած երկրի առաջնորդի դիրքի մեջ, չէ՞, որովհետև ասեք, տեսեք, ինչ է նշանակում կոնցենտրացված էգոիզմ։ Այսինքն մարդը ինքը պարտականություն ունի հոգ տանել ուրիշի մասին, օրինակ ծնողը, չէ՞, բայց մենք տեսնում ենք, որ հատկապես աստվածամեժության դարաշրջանում կան այնպիսի ծնողներ, որ իրականում, եթե մի քիչ բաց թողնես քո ինքնաղեկավարումը, կարող է ինքդ էլ դաժանության սահմաններ անցնես եւ համարես, որ այդ ազնվորությունները իրանք միայն դաժան արարքների են արժանի։ Եվ ասենք կան մարդիկ, որոնք իրենք արդեն մեծահասակ հասակում, չէ, կարող են շատ վատ վերաբերվել իրենց երեխաների հետ, կարող են ասենք մերժել երեխաներին ունեցվածքի մեջ, չգիտեմ, խորամանկություններ անել, վերջում ինչ-որ տհաճ բաները, մահից հետո տհաճ իրականությունների մեջ կանգնացնել իրենց երեխաներին եւ այլն, չէ՞, այսինքն շատ այլանդակ բաներ կարող են անել եւ նույնը կարող են անել կոնցենտրացված, այսինքն երբ որ կոնցենտրացված էգոիզմ է, ազնվորությունը ինքը կարող է բացարձակապես անտարբեր լինել նույնիսկ սեփական զավակների հանդեպ։ Թեկուզ մենք գիտենք, որ նորմալ վիճակում, հա, ամեն կենդանի էակի համար, ամեն մարդու համար, ասենք այսպես, ծնողական հարաբերությունները իրենք շատ մեծ կապ, շատ հզոր կապ է իրականում, չէ, որտեղ ծնողը ինքը, եթե ինքը ունի ծնողական զգացումներ, զգացմունքներ, ինքը երբեք չի կարող դավաճանել իր երեխաներին։ Հիմա եւ կա տարածված էգոիզմ։ Այս տարածված էգոիզմն է, որ մենք հաճախ ընդունում ենք որպես ուրեմն բարիություն։ Որն է տարածված էգոիզմը, մենք սրա մասին շատ ենք խոսել։ Տարածված էգոիզմը դա այն էգոիզմն է, երբ կենդանի էակը ինքը ուրեմն ղեկավարվում է իր անարդար սովորաբար, եթե ինքը գտնվում է տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, ապա ինքը անարդար կապվածությունների եւ ատելությունների գերի է։ Եվ կախված նրանից, թե ինքը ում է կապված, այդ կապվածներին ինքը նույնպես երջանկություն է ուզում, ինչպես իրեն։ Եվ եթե այն ազնվորությունները, որոնց ինքը կապված է, հանկարծ տառապում են, ապա ինքը նույնպես տառապում է։ Սա կոչվում է տարածված էգոիզմ, բայց միևնույնն է էգոիզմ է, որովհետև կենդանիակը ինքը անտարբեր չի միայն նրանց նկատմամբ, ում հանդեպ կապվածություն ունի։ Հիմա, ուրեմն այդ էգոիզմի մեջ խորասուզված կենդանիակները իրենք ուրեմն կառուցում են այն աշխարհը, մեր մոլորակի վրա մենք կարողանում ենք պարզ տեսնել, եթե պատմությունը նայում ենք մի փոքր հայացք ենք գցում պատմության վրա, կարողանում ենք տեսնել, թե ասենք մարդը համենայն դեպս ինչեր կարող է անել ընդհանրապես իր նմանի հետ այդ աշխարհը ավելի շատ վայելելու, աշխարհում ավելի մեծ իշխանություն ունենալու տենչի շնորհիվ։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ, Տեր Բրահման ինքը այդ նյութական բանականության մարմնավորումն է, եւ հիմա ինքը պիտի սկսի արարել, ինքը աղոթքներ մատուցեց Գերագույն Աստծո անձնավորությանը, այսինքն առաջին բանը, որը նյութական բանականությունը ինքը փորձում է անել, դա հասկանալ,
հասկանալ թե ինքը ինչու համար է ծնվել, որտեղից է ծնվել, ինչու համար է ծնվել եւ ինչ պիտի անի։ Եվ երբ որ արդեն կենդանի էակը ինքը այդ թեման մենք փորձեցինք մի փոքր ավելի լայնածավալ քննարկել, երբ որ կենդանի էակը ինքը արդեն տեսնում է կամ իրականացնում է, որ ինքը ինչ որ միջափով պատասխանատու պարտականություններ ունի, հա, ապա ինքը կարողանում է հասկանալ, որ այդ պատասխանատու պարտականությունները շատ վտանգավոր են, որովհետև երբ որ ազնվորությունը ինքը որևիցե մի պատասխանատու դիրք ունի, այդ դիրքը կարող է իրան տանել դեպի այն կողմ, որ ազնվորությունը ինքը զգա, որ ինքը նշանակալից է շատ, հա, եւ զարգացնի հպարտություն։ Տեր Բրահման ինքը շատ սառը դատելով հասկանում էր, որ այո, ինքը կարող է հայտնվել այդ ծուղակի մեջ, թեկուզ եւ գիտակցում էր, որ որպեսզի ինքը լինի հաջողակ, այսինքն որպեսզի նյութական աշխարհը ինքը լցվի այն կենդանեակներով, որով պիտի լցվի, որպեսզի ինքը կարողանա ճիշտ իրականացնի ճակատագիրը կենդանեակների եւ այլն, այսինքն համապատասխան մոլորակներում ծնվեն կամ հայտնվեն համապատասխան կենդանեակներ, չէ՞, ապա ուրեմն այդ ամեն ինչի մեջ ազնվորությունը ինքը կարող է ուրեմն բան անել, ասեք, այդ ամեն ինչի մեջ ինքը կարող է մեծ խնդիրների առաջ կանգնել, եւ այսպես Տեր Բրահման ինքը աղոթքներով դիմեց Գերագույն Աստծո ազնվորությանը, չհերքելով, որ իրեն մեծ հաճույք է պատճառում այն ծառայությունը, որ ինքը պետք է մատուցի Գերագույն Աստծո ազնվորությանը, այսինքն չհերքելով, որ իրեն դուր է գալիս այն նախասահմանումը, որ ինքը ունի, հա, ինքը խոսեց նրա մասին, որ ինքը գիտակցում է, որ այդ նախասահմանումը ինքը կարող է շատ վտանգավոր լինել իր համար, հա, եւ ինչպես տեսանք, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդունեց լուր, մինչև վերջ լսեց Տեր Բրահմային եւ հիմա Մայտրեյան ինքը սկսում է մեզ ներկայացնել, թե ինչպես պատասխանեց Գերագույն Աստծո ազնվորությունը ուրեմն Տեր Բրահմային։ Վերջին անգամ մենք ձեզ հետ քննարկեցինք մի շատ հետաքրքիր թեմա, հա, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այս կետից սկսեց Տեր Բրահմայի հետ խոսալ, որ դու ինձ խնդրում ես, որպեսզի ես քեզ օժտեմ տաղանդով, որ դու ստեղծագործես, բայց դու պետք է հասկանաս, որ արդեն քո ծնունդը, թե դու որտեղ ես ծնվել եւ որպես ինչ ես ծնվել, արդեն իսկ նշանակում է, որ ես քեզ այդ հնարավորությունով օժտել եմ։ Եվ այստեղ մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, թե ինչպես պետք է ամեն մի կենդանի էակ ինքը հասկանա իր նախասահմանումը կամ թե ինչ է իրենից սպասում Գերագույն Աստծո ազնվորությունը կամ թե ինքը ինչ բաներ պիտի անցնի, էլի, ինչ դասերի մեջով պիտի անցնի այս կյանքում կամ ինչ է իրեն վստահված անել։ Եթե Գերագույն Աստծո ազնվորությունը որևիցե մի կենդանի էակի, որևիցե մի բան է վստահել, այդ ժամանակ կենդանի էակի մոտ արտահայտվում է։ Սա շատ կարևոր գաղափար է։ Այդ ժամանակ կենդանի էակի մոտ արտահայտվում է համապատասխան տաղանդը։ Տաղանդի ներկայությունը ինքը խոսում է նրա մասին, որ դա Գերագույն Աստծո ազնվորության կողմից տրված շնորհք է, որը իհարկե անմիջական կապ ունի կենդանի էակի անցյալ կյանքերում արած չարածի հետ։ Այսինքն այդպիսի process չկա, էլի, որ այսպես Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այնտեղ ինչ-որ միտեղ նստած էր, մեկ էլ այսպես մտածեց, ասես, լավ, սպասի, եկեք, ես այս մարդուն ինչ-որ մի հատ այս տաղանդը տամ։ Բhagavad Gita-ում Տեր Շրիշնան ինքը պարզ ասում է կենդանի էակի ճիգերը եւ իմ կամքը։ Այսինքն կենդանի էակը ինքն է ընտրում, թե ինչի վրա է ինքը ուզում ծախսել իր կյանքը, հա, եւ երբ որ ինքը ինչ-որ մի բանի վրա լուրջ կենտրոնանում է,
եւ այդտեղ ճիքեր է գործադրում, որպեսզի ձեռք բերի հմտություն կամ հենց այս կյանքում կամ հաջորդ կյանքում Գերագույն Աստծո ազնվորությունը կարող է այդպիսի ազնվորությունը շնորհել որևիցե տաղանդով։ Եվ երբ որ կենդանիակը ինքը այդ տաղանդը ունի, հա, մենք պետք է հասկանանք, որ եթե ազնվորությունը ինքը օրինակ հենց ինքը իր հերթին, չէ, անցյալ կյանքերում որևիցե մի կենդանիակի հանգարել է, որպեսզի ինքը արտահայտի իր տաղանդը, ապա նույն կերպ ինքը հանդիպում է այնպիսի կենդանիակների, որոնք իրենք խոչընդոտում են այդ ուրեմն երևույթին։ Իսկ եթե ինքը աջակցել է, որպեսզի ուրիշ կենդանիակները իրենց հերթին իրենց տաղանդները ունենան, հա, ապա ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նպաստում է նրան, որպեսզի ազնվորությանը ոչ մեկ չխանգարի իր տաղանդները արտահայտելու գործում։ Եվ այսպես, սիրելիներս, ուրեմն սա առաջի տեքստն էր, որը Գերագույն Աստծո ազնվորությունը ասեց, որը մեզ հուշեց, որ մենք ամեն մեկը մեր կյանքում, բացի նրանից, որ կան բազմաթիվ գիտություններ, որը ես մշտական թվարկում եմ, որոնց միջոցով կարելի է, այսպես էլի, բավականին լուրջ կարելի է բանանել, ասենք, բավականին լուրջ կարելի է հասկանալ, թե, ասենք, որտեղ, ինչ խնդիրներ կան, կարելի է հասկանալ, թե այդ կենդանիակին ինչ է տրված չի, նա ինչ ճակատագիր ունի եւ այլն, չէ, բայց այդ հանգամանքը, եթե նույնիսկ մենք ոչ մի ուրիշ գիտության չենք վստահում, ապա այն հանգամանքը, թե մենք որտեղ ենք ծնվել, որպես ինչ ենք ծնվել, հա, եւ մեզանից ինքնաբուխ ինչ տաղանդ է դուրս գալիս, ուրեմն համապատասխան պետք է հասկանանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը մեզանից սպասում է հենց այդ գործողությունները։ Հետևաբար, ուրեմն այստեղ հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ տեքստից սկսեց Բրահմայի հետ խոսել։ Եվ ինքը շարունակում է խոսել, ես միշտ ասում եմ, հիմա էլ կասեմ եւ միշտ ասելու եմ, որ երբ որ հնչում է այդ բառակապակցությունը Գերագույն Աստծո ազնվորությունը ասած, դա նշանակում է, որ մենք միանգամից, այսպես էլի, գեր պիտի լարենք, հա, մեր ուշադրությունը, որովհետեւ Գերագույն Աստծո ազնվորության ոչ մի ստորակետը, թե ինքը որտեղ ստորակետ դրեց, հա, չի կարող լինել անիմաստ եւ փորձեր կատարել հասկանալ նրա խոսքերի խորությունը, ես ասեմ, որ ընդհանրապես չի կարելի հավակնություն անգամ ունենալ, որ մենք կարող ենք Գերագույն Աստծո ազնվորության խոսքերի հատակին հասնել, հա, որովհետև ամեն անգամ ամեն մարդ, որը ինքը ուսումնասիրում է սուրբ գրվածքներ, ինքը շատ լավ գիտի, որ ամեն կարդալուց իր առաջ բացվում են ավելի ու ավելի խորը շերտեր, ավելի ու ավելի, այսպես էլի, քանի գնում է թեման ինքը նրբանում է, հասկացողությունը նույնպես նրբանում է, եւ թվում է, որ այդպես էլի ինչ-որ ֆունդամենտալ բաները այլևս հասկանալի են, այո, իհարկե, բայց մեկ-մեկ, գիտեք ոնց էլի, մեկ-մեկ այնպիսի մի նուրբ, բայց փոքրիկ թվացող ճշմարտությունը կարող է այնպես լրացնել այն ամբողջ ֆունդամենտալ գիտելիքը, որը կա, որ այսպես միանգամից բացարձակապես այլ իմաստ տա այն ամեն ինչին, ինչ գիտեիր մինչև այդ պահը, հա։ Դրա համար իհարկե սուրբ գրվածքները իրենց խորությամբ հատկապես Գերագույն Աստծո ազնվորության, ես այսինքն այսքանը ասում եմ, որպեսզի հասկացվի, որ ես ոչ մի հավակնություն չունեմ, որ քննարկում եմ վերջնական իմաստը։ Այս պահին մենք քննարկում ենք նրա խոսքերի իմաստը, առաջին հերթին, ուղիղ այնքանով, ինչքանով որ դա անհրաժեշտ է կամ թույլ տրված է, ասենք, ոչ բանիմաց մարդկանց հետ խոսելուց, հա, եւ երկրորդ հերթին իհարկե նրանից, որ եթե նույնիսկ իմ դիմաց կանգնած լինեին բանիմաց ազնվորություններ, ես միշտ քաջ գիտակցում եմ, որ ամեն մոտեցումից հետո Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարող է բացել ավելի ու ավելի նուրբ շերտեր այս գիտելիքի։
Եվ այսպես Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շարունակում է։ Շիմոն Բաղավատան 3-րդ երգ 9-րդ գլուխ 30-րդ տեքստ։ Օ Բրահմա, զբաղվիր ասկեզայով եւ մեդիտացիայով, ըստ ստացածդ գիտելիքի, եւ դու կարժանանաս իմ բարեհաճությանը։ Այս կերպ գործելով դու կկարողանաս քեզ հասու դարձնել ամենը, ինչ գոյություն ունի, քանի որ գիտելիքը կբացահայտվի քո սրտում ինքնին։ Ուրեմն տեսանք, որ տեքստ հնչեց, որը իրականում ինքը առաջին հերթին շատ խորը տեքստ է, հա, բայց երկրորդ հերթին սպեկուլյացիաների համար նախատեսված տեքստ է, եթե կարելի է այսպես ասել։ Ինչի մասին է խոսքը։ Սա ինձ համար սա ամենաչսիրածս բանն է, շերտն է, հա, որտեղ մենք բախվում ենք այնպիսի մի խոսակցության հետ, չէ, որտեղ ամեն ինչը կախված է նրանից, որ ներքինից կենդանեակին ինչ-որ մի գիտելիք է բացվում։ Եվ հենց այս պնդումների հիմքի վրա է, որ զանազան եւ բազմանազան կեղծարարներ, հա, իրենք հենվելով այսպիսի հայտարարությունների վրա հանգիստ դուրս են գալիս հասարակություն եւ ասում են երեք ես քնեցի, գիշերը Աստված եկավ եւ ինձ ասեց այսպես։ Հասկացա մի թեմա է, որը հնարավոր չի ապացուցել, թե դա այդպես է, թե այդպես չի։ Բայց իրականում, եթե մենք այս տեքստը ուշադիր կարդանք, չէ, մենք այսօր մինչև մեր կյանքի վերջ ձեռք կբերենք ինստրումենտ, որի հաշվին մենք կկարողանանք հասկանալ, թե ազնվորությունը, որը ինքը այդպիսի հայտարարություն է անում, ինքը ճիշտ է ասում, թե ոչ։ Որովհետև տեքստի սկզբում, եթե դուք նկատեցիք, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պայմանները ասեց։ Ուրեմն եթե մենք տեքստը նայենք վերջից, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ասեց, գիտելիքը քեզ կբացվի ներսից, չէ՞։ Ինչի մասին է սա խոսքը։ Բhagavad Gita-ում 15-րդ գլխում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կասի այսպիսի մի տեքստ, որ բանականությունը գտնվում է կենդանեակների, ոչ թե միայն մարդու, այլ բոլոր կենդանեակների, որոնք իրենք ապրում են նյութական աշխարհում, իրենց բոլորի բանականությունը գտնվում է Գերագույն Աստծո ազնվորության ղեկավարության տակ։ Սա առաջի գաղափարն է։ Հիմա ծերիներս, հա, ուրեմն այս առաջի գաղափարի մեջ ինքը ասում է, ես եմ տալիս հիշողությունը, հա, եւ մոռացությունը։ Այս երկու բանը ես եմ տալիս։ Համապատասխան, եթե կենդանեակը ինքը ունի հիշողություն, ինքը կարողանում է զարգացնել հասկացողություն։ Այդ հասկացողությունն էլ ես եմ օգնում, որպեսզի կենդանեակը իր սրտի ներսում ճիշտ հասկացողություն զարգացնի։ Հասկանում եք։ Ուրեմն սա հիմնարար գաղափարն է։ Այսա մենք պետք է այսպիսի տեքստեր հանդիպելուց պետք է ընդհանրապես չմոռանանք։ Հիշողությունը եւ մոռացությունը տալիս է Գերագույն Աստծո ազնվորությունը։ Ինչ հարց առաջացավ։ Իսկ ինչպես է ինքը որոշում, թե ում հիշողությունն է պահպանելու, իսկ ում հիշողությունը պիտի թույլ տա, որ վերանա։ Հոգեբանները իրենք հետազոտություններ են կատարել եւ իրականում շատ ճիշտ եզրակացության են եկել, որ հիշողությունը դա կարող է ինչպես ինստրումենտ լինել կենդանեակի ձեռքերի մեջ, այնպես էլ կարող է լինել պաշտպանողականության դաշտում գործող երևույթ։ Չէ՞, տեսեք օրինակ։ Եթե մարդը ինքը ինչ-որ մի շատ ծանր իրադարձությունների մեջ է հայտնվել, չէ՞, որտեղ ինքը ուրեմն այսպես ծայրահեղ բաների, սիտուացիաների մեջ է ընկել, չէ՞, օրինակ դու
Սովորական մարդը իր սովորական կյանքի մեջ մեր հատկապես մեր ժամանակներում ոչ թե այս պահին, այլ իմ ապրած կյանքի այդ ժամանակահատվածում, երբ որ գործում էին օրենսդրությունը միջազգային, հա, եւ պայմանավորվածությունները պահպանվում էին այս կամ այն չափով, ապա ուրեմն մենք կարողանում ենք տեսնել, չէ՞, որ օրինակ ես, հա, ու այդ պայմաններում ամեն մեկը իր կյանքի ընթացքում ինչ-որ մի արտառոց երևույթի դժվար թե հանդիպած լինի, էլի, ասածս դա է։ Երբ որ կյանքը ծայրահեղ է դառնում, օրինակ պատերազմ է սկսվում Աստված ոչանի, չէ՞, այդ ժամանակ ինչ որ արտառոց բաներ մարդու աչքի առաջ անցնում են ամեն վայրկյան։ Եվ այն մարդիկ, որոնք իրենք պատերազմ են տեսել, այդ մարդկանց հանդեպ ես կարծում եմ, որ հատուկ նրբությամբ, հատուկ հոգատարությամբ է պետք վարվել իրանց հետ, որովհետև մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե նրանց աչքերը ինչեր են տեսել եւ նրանց հոգեբանությունը ինչքան է վնասված։ Ինչևիցե ուզում եմ ասեմ, որ ես վկա եմ եղել մի այդպիսի պատմության, չէ, երբ որ կինը, մայրը, որը ինքը այսպես էլի շատ ավելի կապված էր իր մեծ տղային, քան փոքրին, եւ մեծ տղան այդ պահին բանակում էր։ Եվ հանկարծ նրանք ստացան բան ծանոթում, որ իրենց տղան դու ինչ որ պայմաններում զոհվել է։ Ну, պարզ է, թե ինչ իրավիճակում կամ ինչ հոգեվիճակում հայտնվեց այդ մայրը։ Նա ոչ կարողանում էր խոսել, այսպես քարացած նստած էր, պերվե ռեակցիա, հա, առաջի իր ռեակցիան, ինքը ուղղակի քարացավ։ Ոչ լացում էր, ոչ գոռում, ոչ խոսում, ոչ բողոքում, այսպես քարացած նստած էր։ Եվ եկավ այն օրը, որ իրանք արդեն պետք է գնային եւ ինքնաթիռով դիմավորեին տղայի, այսպես ասած, դագաղը։ Բոլորս լարված ստացենք, սպասում ենք այդ պահին, բոլորս մտածում ենք ինչ պետք է լինի այդ կնոջ հետ, չենք կարողանում իրան ոչ մի կերպ դուրս բերել, որ ինքը գոնե լաց լինի, որ դա, ասենք, այդ բաները իր մեջից դուրս գա։ Այսպես քարացած նստած վիճակում է, եւ գիտեք, ուրեմն այսպես սեփական տուն էր դա, եւ այդ բակում ոտքի ձայները լսվեցին, այսպես բոլորս լուռ, եթե ինքը չի խոսում, մենք էլ չենք կարողանում խոսանք, էլի որ այսպես անխախտ լռություն էր տիրում եւ բակում լսվեցին ոտքաձայները։ Եվ այդ ժամանակ ինքը ուղղակի աչքերը բարձրացրեց եւ սկսեց նայել դռանը, այսինքն սպասում էր տղայի դագաղին։ Եվ հանկարծ դռան մեջ հայտնվեց իր տղան, կենդանի, ողջ ու առողջ։ Հետագայում պարզվեց, որ անուն ազգանունը համընկած է եղել, հայրենի վրա ուշադրություն չեն դարձրել, շփոթել են եւ մի ուրիշ երիտասարդի մահվան ծանուցումը ստացել էր այդ կինը։ Գիտեք, մենք կարծում էինք, որ ինքը հիմա ուրախությունից, չգիտեմ ինչ կլինի։ Իսկ ինքը տեղում նստած խելագարվեց։ Այսինքն իր բանականությունը բացարձակ խախտվեց։ 1.5 տարի հետո ինքը մահացավ։ Հասկանում եք, այդպես էլ չվերականգնելով իր հիշողությունը ընդհանրապես իր տղայի հետ կապված։ Տեսեք, ուրեմն բանականությունը ինքը այդպես կարող է անջատվել միանգամից, որովհետև էմոցիոնալ այն նակալը, որը պիտի տեղի ունենար, կարող է լինել օրինակ մահացու։ Եվ ըստ գիտնականների ենթագիտակցությունը, ըստ արիացիների գերագույն աստվածնավորությունը, գերհոգու տեսքով, որով ինքը գտնվում է կենդանի էակի սրտում, ինքը բլոկ արեց, որպեսզի այդ պահին
կենթանի այդ ազնվորությունը ինքը չմահանա։ Հա, եւ դա արտահայտվում է, որ այդ ոնց որ ինքը խելագարվեց, իսկ իրականում ինքը կտրվեց իրականությունից, որտեղ այդ իրականությունը իր համար բան կարմիր լույս էր։ Հասկանում եք սերիներս, չէ՞։ Այսինքն, երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ-որ մի բան է անում, չէ՞, դա միշտ ունի իր պատճառները։ Ինքը հենց այնպես ոչ մեկի հիշողությունը չի անջատում, ոչ մեկին չի միացնում։ Կենթանի էակը պետք է ունենա անցյալ կյանքերում որոշակի բան, պաշար։ Հասկանում եք։ Եվ այդ պաշարի հիմքի վրա ինքը պետք է կարողանա շարունակի իր ճանապարհը։ Այդ ընթացքում գերագույն Աստծո անձնավորությունը ամեն կերպ ուրեմն աջակցում է կենթանի էակին, բայց կախված այդ մի գործոնից, ինչպիսի ճիքեր է գործադրել այդ կենթանի էակը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ հիմա տեսեք ուրեմն, երբ որ մենք խոսում ենք սրա մասին, չէ՞, այսինքն տեքստը ինքը ասեց, դու կլուսավորվես քո ներսից։ Բhagavad Gita-ում Շրի Կրիշնան ինքը ասում է ես եմ տալիս գիտելիքը, այն ինչ որ տեղի է ունենում ներսից, ես եմ տալիս գիտելիքը, չէ՞։ Եվ ես արդեն ասեցի, որ այսպիսի հայտարարությունները իրանք այսպես կոնտեքստից հանվում են եւ մարդիկ իրանք գնում են կեղծարարության, ստերի, խաբեության դաշտ։ Եվ ամեն մի կներեք տեղից վեր կացող ինքը հայտարարություն է անում, որ ինքը գիշերը քնեց, Աստված եկավ եւ իրան ինչ-որ բան ասեց։ Մենք պետք է հասկանանք, երեխեք ջան, էլի, որ Աստված ինքը այդքան է ժառանգին անձնավորություն չի։ Ուրեմն, գերագույն Աստծո անձնավորությունը այս տեքստում ինքը սկզբում ասեց, թե ինչի դիմաց է ինքը ընդհանրապես դառնում բարյացակամ։ Այսինքն, երբ որ ինքը ներքինից կենթանի էակին ինչ-որ մի հասկացողություն է տալիս։ Հասկանում եք։ Այս ինքը շատ կարևոր կետ է։ Ինչ ասեց գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինքը ասեց. «Ո Բրահմա, զբաղվիր ասկեզայով եւ մեդիտացիայով, ղեկավարվելով ստացածդ գիտելիքով»։ Չէ՞, այսինքն ինքը ինչ որ գիտելիք տվեց Տեր Բրահմային, չէ՞։ Եվ նորից ասեց, այն ժամանակ, երբ որ Տեր Բրահման ինքը սուզվեց, որպեսզի կարողանա գտնի իր ծագման, իր ծնունդի արմատները, գերագույն Աստծո անձնավորությունը Տեր Բրահմային ասեց մի բառ՝ տապո, այսինքն ասկեզա։ Տեր Բրահման ինքը ենթարկվեց, գնաց, ինքը դադարեցրեց, այսինքն նյութական բանականությունը դադարեցրեց նյութական աշխարհի հետազոտությունները։ Ինչու՞։ Որովհետև գերագույն Աստծո անձնավորությունը ինքը փաստացի Տեր Բրահմային ասեց. հետազոտություններով դու չես կարող հասնել այդ քո ծնունդի եւ մահվան գծի սահմանը երբեք չես կարողանալու անցնել։ Հա, բա ինչպես պիտի իմանաս այդ ծնունդից առաջ ինչ է եղել, որտեղ նախասահմանում դա նշանակում է, որ ծնունդից առաջ ինչ որ որոշում է կայացվել, չէ՞, որ այս անձնավորությունը ինքը ինչ որ նախասահմանում պիտի ունենա, կամ հակառակը, որ սա ընդհանրապես ոչ մի նախասահմանում պիտի չունենա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այս հանգամանքը, չէ՞, գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասեց, այդ սա հասկանալու համար պատճառը գտնվում է քո ներսում։ Գնա եւ խորասուզվիր քո ներսը։ Բրահման ինքը ենթարկվեց, ինքը դադարեցրեց հետազոտությունները, բարձրացավ լոտոսի դորի ծաղիկի վրա, նստեց, փակեց իր աչքերը, ինչի համար, որ չընկալի նյութական աշխարհը։ Ինչու՞։ Որտեղ քանի դեռ մենք ուշադրություն ենք դարձնում նյութական աշխարհի վրա, նյութական բանականությունը ինքը միշտ գնում է հետազոտությունների ուղիով։ Դա է իր համար ամենատրամաբանական ուղին։ Հասկանում եք։ Եվ ինչ արեց
Տեր Բրահման։ Ուրեմն ինքը գնաց, նստեց, կենտրոնացավ եւ ինչ արեց, եւ սկսեց մեդիտացիա անել։ Եվ այնտեղ այ արդեն իր ներսում հայտնաբերեց Գերագույն Աստծո անձնավորությունը, որը ցույց դուրս եկավ կոպիտ ասած եւ կանգնեց իր առաջ։ Հասկանում եք։ Եվ այմին այդ գերհոգու բանը, ասպեկտը, ինքը այստեղ շատ կարևոր է։ Ես մեծ ուշադրություն եմ դարձնելու, որովհետև, ասենք, շատ հաճախ թարգմանությունների մեջ գերհոգու գաղափարը ինքը փոխարինվում է, այդտեղ եւ օրինակ Շիլա Պրաբհուպադան ինքը կարող է միշտ գերհոգի կամ Գերագույն Աստծո ազնվորություն գաղափարի փոխարեն ասել Տեր Կրիշնան։ Հա, ինչու համար։ Ոչ թե որ ինքը սխալ է, ինքը սխալ չի։ Ինքը սխալ չի, որովհետև ինքը կոնկրետ միսիա ուներ։ Որն էր իր միսիան։ Իր միսիան կայանում էր նրանում, որպեսզի ինքը հաստատի, որ կա Գերագույն Աստծո նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորություն եւ նրա մարմնավորումները։ Հա, եւ ինքը խնդիր ուներ ոչ մի պահ թույլ չտալ իր կարդացողներին, որպեսզի իրանք մոռանան, որ նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը դա Տեր Շիկրիշնան է։ Այսինքն մենք հիմա որ նորից չկապտենք էլի անունից, այդ անունը նշանակում է բոլորին գրավող, իսկ ինքը համընդհանուր վայելքի սկզբունքն է։ Հասկանում եք։ Այդ դա է, որ ամենագերագույնն է, հանրապես հոգեբանության տեսանկյունից։ Չէ՞։ Եվ հիմա մենք ուրեմն տեսնում ենք, որ այնտեղ որտեղ որ գրված է Ատման, հա, կամ Բհագավան, մենք պետք է հասկանանք, որ Տեր Շիկրիշնայի մասին չի խոսքը։ Խոսքը նրա մարմնավորումների մասին։ Հասկանում եք։ Երբ որ տեքստը ինքը Շուկադևը Գոսվամին անմիջապես ասում է կամ Վասուդևա, չէ՞, օրինակ ասենք Բհագավատամը ինքը ինչպես սկսեց։ Ինքը երբ որ նստեց Մարիքշիտի առաջ, երբ որ ինքը պետք է սկսեր խոսել, ինքը ասեց Օմ նամո Բհագավատե Վասուդևայա։ Չէ, այսինքն ես խոնարհվում եմ Վասուդևայի որդուն, որը Տեր Շիկրիշնան է։ Եվ ինքը միանգամից մեկ այդտեղ քննարկեցինք, չէ՞ որ միանգամից այդ արտահայտությունը անից։ Հիմա այստեղ շատ կարևոր է, թե ով է կանգնած հիմա Բրահմայի առաջ։ Բրահմայի առաջ հիմա կանգնած չի Տեր Շիկրիշնան։ Բրահման ինքը Կրիշնայի ծառան չի։ Չէ, այսպես Կրիշնայի նվիրյալը չի։ Այսինքն Տեր Շիկրիշնայի կերպարը չի, որ իր համար նույնիսկ հոգևոր աշխարհում իր համար ամենաբանը գրավիչը դա Նարայանն է։ Ինքը Նարայանայի նվիրյալն է։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորության հզորության մարմնավորման։ Հասկանում եք, չէ՞։ Ասեք, եթե վերցնենք իր հոգևոր հարաբերությունները Գերագույն Աստծո ազնվորության հետ, մենք դա պետք է հասկանանք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, եւ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կանգնեց Տեր Բրահմայի առաջ, չէ՞, Տեր Բրահման ինքը անմիջապես գնահատեց ում հետ գործ ունի։ Անմիջապես ամեն ինչը հասկացավ, հա։ Եվ հասկացավ, որ այն նախասահմանումը, որ իրան տված է, որ այ հիմա ինքը պիտի սկսի արարել, եւ ինքը դա զգում է, որ ինքը կարող է անել, չէ՞, այդտեղ ինչ-որ բան իր համար վտանգավոր կետ կա։ Եվ այդ վտանգավոր կետը ինքը հենց դրանում է կայանում, որ շատ հեշտությամբ կարելի է խափնվել։ Հեշտությամբ կարելի է խափնվել, կարելի է տրվել ամեն տեսակի, կոպիտ ասած, հիմար գաղափարների, հա, եւ դառնալ հպարտության եւ փառասիրության զոհ։ Որովհետեւ այն գործը, որ ինքը պիտի անի, ռեալ ահռելի մասշտաբի գործ է։ Ինքը պիտի հիմա նյութական աշխարհը լցնի կենդանի էակներով։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն մենք հիմա տեսնում ենք, որ Տեր Շիկրիշնան ինքը ասեց. «Արա ասկեզաներ»։ Ինչ է նշանակում ասկեզա։ Ասկեզա դա նշանակում է, որ կենդանի էակը ինքը զսպում է իր զգայարանները բավարարելու բոլոր հնարավորությունները, հա, զսպում է կարիքը իր սեփական զգայարանները բավարարելու եւ զբաղված է միայն նրանով, որպեսզի ճիշտ հասկանա Գերագույն Աստծո անձնավորության կամքը։ Տեսեք, այսա, չէ, ներքին աշխարհում ինքը, այսպես էլի, իրականում սա եւ կարելի է ասել, որ շատ աննկատ
երևույթ է։ Բայց եւ արտաքին աշխարհում այդ աննկատ է ինչ որ տեղի է ունենում կենդանեակի սրտի մեջ, չէ, արտաքին աշխարհում ինքը ունենում է իր որոշակի այդ արտահայտությունները։ Որն են այդ որոշակի արտահայտությունները, սիրելիներս։ Ուրեմն, տեսեք, այստեղ մենք պիտի այսա նկատենք, էլի։ Մնայեք։ Ինչ է նշանակում ընդհանրապես ասկեզա։ Այն մարդը, որը ինքը ասկեզաների մեջ է, չէ, եթե ինքը իմպերսոնալիստ է, որովհետև ասկեզա բառը ինքը ավելի սազական է իմպերսոնալիստների պրակտիկային, ինչու համար, որովհետև իմպերսոնալիստների պրակտիկան ինքը հոգեբանորեն գտնվում է որտեղ, նյութական աշխարհում, տնկիտության և կրքերի ազդեցության տակ, կենդանի էակները իր մեկ-մեկու անասելի տառապանքներ են պատճառում։ Բայց չնայած դրան, կենդանի էակը ինքը մնում է կապված նյութական աշխարհից, հա, եւ միշտ շարունակում է ակնկալել նյութական աշխարհից նյութական երջանկություն։ Իմաստությունը ինքը հնարավորություն է տալիս, իսկ իմաստությունը ո՞րն է։ Կենդանի էակը ինքը սկսում է մտածել։ Ընդհանրապես, երբ որ կենդանի էակը ինքը ինչ-որ մի թեմաների շուրջ սկսում է լուրջ մտածել, եթե դուք ուշադրություն դարձնեք, անմիջապես կնկատեք, այդ ժամանակ ինքը կորցնում է նյութական մարմինը ակտիվ պահելու բոլոր ուրեմն ձգտումները։ Այսինքն ինքը սիրում է մեկուսի վայրեր, այդ մեկուսի վայրերում նստել, չէ՞։ Ասենք, տեսեք, մենք կարող ենք ասենք դա տեսնել մտավորականների մեջ, չէ՞, կարող ենք տեսնել այդ նույն բանը, որ իրենք ասենք, մեկ էլ այսպես մեկուսանում են հասարակությունից, մնում են մենակ, ունեն մեծ գրադարաններ, կարդում են այդ գրքերը։ Հասկանում եք, չէ՞։ Ինչի համար, ինչ-որ բան են չէ ուզում հասկանալ։ Եվ այո, իհարկե, ցանկացած գիրք, ինչ գիրք ուզում է լինի, ինչի մասին ուզում է ինքը լինի, եթե նույնիսկ ինքը ամենավատ բաներն է քննարկում, ինքը միևնույն է նպաստում է կենդանի էակի զարգացմանը։ Հա, որովհետև ինչն է այդտեղ, այդ որ կենդանի էակը ինքը հասկանում է, որ այսպիսին է ինքը չի ուզում լինի, կամ այսպիսին է ինքը ուզում է լինի, չէ՞։ Հասկանում եք, եւ դա անպայման ինչ-որ մի ազդեցություն է ունենում կենդանի էակի վրա, բայց որ մտորումների, սա շատ կարևոր կետ է, որ մտորումների ժամանակ կենդանի էակը ինքը մեկուսանում է հասարակությունից, սա փաստ է։ Եվ դրա համար մտավորականների համար, հասկանում եք, տեսեք ունակարյացիները, չէ, իրենք մտավորականներին պահում էին, նյութապես ապահովում էին, եւ որ արտաքինից իրանք ոչ մի բան չէին անում, մարմնով ոչ մի բան չէին անում։ Բայց այստեղ կարևորը դա էր, որ ոչ մի բան չէին անում։ Հասկանում եք, այլ ոչ թե այդպես էլի, գնում էին իրանց համար, չգիտեմ, եթե ես ժամանակակից լեզվով ասեմ, գիշերային ակումբներում ժամանակներ էին անցկացնում եւ կոչվում էին մտավորականներ։ Դա մտավորականներ չեն։ Եթե մենք պրոֆեսիոնալ լեզվով ասենք, ես կասեմ այսպես, դրանք չանդալներ են, որոնք իրենք խցկվել են մտավորականների դասի մեջ։ Հասկանում եք, որովհետեւ այդ կարգի զգայական վայելքի հանդեպ հակումները իրենք շատ ցածր բնության մասին են թույլ, ոչ թե ցածր, այլ թույլ բնության մասին են խոսում։ Հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ասեց ասկեզա արա։ Այսինքն, զգայարանները զսպի էգոիստական բավարարումից։ Սա էր առաջի սիմպտոմը, որը մենք պետք է տեսնենք ազնվորության մեջ, այ որ ասեց։ Հիմա տեսեք, այդ զգայարանները զսպելը, չէ, ինքը իրականում, չէ, այ ամենագլխավոր փուլը անցնում է կենդանի էակի ներսում, որովհետև այդ, որ ինքը ասեց մեդիտացիա արա, այսինքն կենտրոնացի ներսիդ վրա, չէ։ Հիմա, տեսեք, մարդիկ իրանք հիմա այդ մեդիտացիա բառը այնքան են այստեղ այնտեղ
բան էլի, սենց արժան անարժան, այնքան է արժե զրկվել այդ խոսքը, որ ես ուղղակի, որ ճիշտն ասեմ, չէ, այնպիսի մի հատ ցավ եմ զգում, երբ որ այդ խոսքի հետ այդպես է տրանսցենդենտալ խոսքը եւ մեդիտացիա խոսքը։ Հասկանում եք, թե ինչի են վերաճել մեր ժամանակներում։ Ուրեմն, ինչի մասին է այստեղ խոսքը, էլի, որ եկեք հասկանանք, հա։ Մեդիտացիայի մեջ մտած ազնվորությունը, չէ, ինքը ինչ-որ մի հատ թեմա է վերցնում, իր զարգացման համապատասխան, և այդ թեմայից չի շեղվում։ Այդ ասկեզան ինքը դա է, որ ինքը կարող է օրերով, ամիսներով, եթե պետք գա տարիներով, ոչ մեկի հետ չշփվի, հա, մեր ժամանակներում կարող ենք մի փոքր սկիթ կանենք, որ այսինքն էլ են ծայրահեղ անհրաժեշտություն, գնալ խանութ, հաց առնել, վերադառնալ տուն, վերջ։ Եվ նորից խորասուզվել ուսումնասիրությունների մեջ, եւ նորից խորասուզվել քո ներքին, այստեղ հասկացաք, չէ, արտաքինից ինքը ոչ մի բան չի ուսումնասիրում, ինքը մտնում է մեդիտացիայի մեջ։ Հիմա, եւ այդ ինքը ասեց ասկեզա, մեդիտացիա։ Այսինքն, եթե մարդու մեջ իրոք ներքին process-ներ են տեղի ունենում, չէ, ինքը պիտի անպայման այդ բանը ցույց տա, որ ինքը ոչ թե ցույց տա, իր մեջից դա բնական արդյունքն է, հասկանում եք։ Այ բնական արդյունքն է դա, որ ինքը զուսպ զգայարաններ ունի։ Հասկանում եք։ Սա սիմպտոմ է։ Եթե անձնավորությունը, այսպես, սկսենք են, սա պլինտուսից ցածր խոսակցության մասին է խոսքը։ Հասկանում եք, որ եթե հիմա ռեալ մի հատ արիացի գար այստեղ կաններ, եւ ինքը լսեր, թե ես որ կետից եմ սկսում քննարկել ասկեզան, ինքը, չգիտեմ, երևի տեղում զարմանքից կմահանար։ Բայց այո, իհարկե, աստվածամեժության դարաշրջանում մենք այդ պլինտուսից ցածր խոսակցությունից ենք սկսում։ Ազնվորությունը, որը ինքը խմում է, ծխում է, կարող է ազարտով զբաղվել եւ ունի չղեկավարված սեռական կյանք, այլ չենք խոսում նրա մասին, որ ուղղակի սեռական կյանքի բացարձակ բացակայություն։ Հիմա այսպես, եթե նույնիսկ ամուսնացած է, հասկանում եք, սա լրիվ ուրիշ բաների մատ է, սա արդեն այն է, ինչ-որ արիացու համար նորմալ խոսակցություն է, մեր համար սա ինչ-որ մի հատ եսի մինչ է, պլինտուսից ցածր խոսակցություն, խմում է, ծխում է, մսակեր է և ազատ սեռական կյանքով է ապրում, ազատ չի նշանակում, որ անպայման դավաճանում է կամ չգիտեմ, հազարավոր կանանց հետ կամ հազարավոր տղամարդկանց հետ է սեռական հարաբերություններով զբաղվում, եթե նույնիսկ ինքը ամուսնացած է, եւ հիմա կներեք, ամեն օր կամ օրը չգիտեմ 10 անգամ սեռական կյանք ունի, ինքը ազատ սեռական կյանքով ապրող անձնավորություն է։ Իր սեռական կյանքը դու ղեկավարված է, եթե ինքը միայն ընտանիքում է զբաղված այդ գործողություններով, չէ՞։ Այսինքն ինքը սահմանափակված է, չէ՞, ինչ որ մի բարոյականության բանով, աստիճանով, չէ՞։ Բայց երբ որ ասում ենք ազատ սեռական կյանք, նկատի ունենք, որ այդ քանակությունը կամ ձևերը ոչ մի սահման չեն ճանաչում։ Երբ ուզում եմ այն ժամանակ էլ զբաղվում եմ, արդեն կապ չունի, մեկի հետ, 10-ի հետ, ինչի հետ ոնց։ Այս կետում ինքը նշանակություն չունի։ Դա կոչվում է ազատ սեռական կյանք։ Այո, իհարկե, եթե արդյոք մարդը ինքը, եթե ընդհանուր առմամբ հասարակությունը ինքը ազատ է եւ ամեն մեկը տասնյակ պարտներներ է փոխում, հա, իհարկե այդ ժամանակ, երբ որ մարդը ինքը իրեն սահմանափակում է մի պարտներով, ինքը համարյա աստված է։ Այսպես էլի, պատկերավոր ասած, չէ՞։ Տեսեք, այսքան գերագույն աստծո ազնվորության, այ առաջի բանը սա է։ Ու այն ինչ-որ ես հիմա թվարկեցի, որ հիմա ամեն մարդ իր մեջ մտածում է, վաու, այդ ինչ է, դա ես նորից եմ կրկնում, իրական հոգևոր կյանքի մեջ դա պլինտուսից ցածր խոսակցությունն է։ Շիլա Պրաբհուպադը ինքը մի լավ արտահայտություն ուներ։ Ինքը ասում էր, այդ 4 սկզբունքները, որը ես ձեզ տալիս եմ,
Դա միայն նրա համար է, որ դուք տարբերվեք կենթանուց, այլ ոչ թե որ համարվեք ես ինչ հոգևոր մարդ։ Հասկանում եք։ Այսինքն երբ որ ինքը իսկ ասկեզան, որը ինքը բան է, այսպես համապատասխան դաշտ է ստեղծում մեդիտացիայի համար, այդտեղ ինչ մսակերություն, ինչ այդպիսի բաների մասին խոսք անգամ, դա իսենց ինքն իրան, դա առաջի դասարան, չէ, 0 դասարանն է այդ 4 սկզբունքները, որից բոլորը այսպես են լինում, վաու, չհասկացանք, вообще միշտ չեք ուտում, ո՞ց չեք խմում, ո՞ց տղամարդը ո՞ց կարող է չծխի, էլի չէ, չէ, տղամարդը ո՞ց կարող է կին չունենա 10-ած սինուհի վրա։ Հասկանում եք, այդ խոսակցությունները, այդ պլինտուսից ցածր խոսակցություններ են։ Այստեղ խոսքը գնում է այն ասկեզայի մասին, որը ինքը հիմք է մեդիտացիայի։ Իսկ սա արդեն լրիվ ուրիշ մակարդակի մաքրության մասին է խոսքը։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ ազնվորությունը ինքը հոգևոր թեմաներից բացի, ուրիշ ոչ մի բանի մասին իրա ներսում, մեդիտացիա, իրա ներսում, ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում։ Իրա ամբողջ կենտրոնացումը դա Գերագույն Աստծո ազնվորության կամքի հետ կապը չկորցնելն է։ Հաջորդ քայլով ինքը ասեց, ղեկավարվելով այն գիտելիքով, որը դու ստացար։ Տեսեք, հիմա այդ գիտելիքը ինքը դարձավ արտաքին ֆակտոր։ Չէ՞։ Այսինքն ես պիտի ինչ-որ մեկից ստանամ գիտելիք, ղեկավարվեմ այդ գիտելիքով, լինեմ ասկետիկ, լինեմ կենտրոնացման մեջ, եւ ինչ ասեց, այն նոր այդտեղ, ինքը ասեց, եւ այդտեղ դու կստանաս, կարժանանաս իմ բարեհաճությանը։ Ինչպես կարտահայտվի այդ բարեհաճությունը։ Ինքը կարտահայտվի նրանով, որ ամեն վարքյան դու ինչ հասկացողության կամ ինչ գիտելիքի կարիք կունենաս, այդ գիտելիքը ինքն իրան կբաց, դու այսպես պրոստը այդ ներքին մեդիտացիայի հաշվին մեկ էլ կհասկանաս, մեկ էլ կհասկանաս, մեկ էլ կհասկանաս, թե ինչ պիտի անես, ոնց պիտի անես, հա, ինչի համար, որովհետև դու արտաքինից ստացար գիտելիք, չէ, հիմա արտաքինից գիտելիքը, եթե մենք արիացիների ստանդարտներով ենք գնում, ապա ինքը այսպես է, առաջի հերթին հոգևոր մարդը ինքը պետք է ուսումնասիրի Բհագավադ Գիտան։ Ես միշտ այստեղ ինձ կներեք, ես հույսով եմ, որ դուք նկատում եք, որ ես երբեք ինքնառեկլամով չեմ զբաղվում, երբեք չեմ ասում լայքեք կամ չգիտեմ, կիսվեք ձեր ընկերների հետ, չգիտեմ, դուք ազատ եք ինչ ուզում եք արեք, ուզում եք լայքեք, ուզում եք մի լայքեք, ինչպես ուզում եք վարվեք, սա ձեր գործն է։ Ոնց ասում են, դա ձեր ազնվորությունն է բնորոշում։ Ինձ համար կարևոր է, որ ես երբեք չզբաղվեմ բանով էլի, այդ սամարիկլամի, բայց այստեղ չեմ կարող չասել, որ եթե դուք ինձ եք լսում, սա նշանակում է, որ հետաքրքրված եք, ասենք, այն ձևով, որ ես եմ ներկայացնում այս գիտելիքը, եւ այստեղ ես ինձ կարող եմ թույլ տալ ասել, որ ես մեկնություններ ունեմ գրած Բհագավադ Գիտայի հետ կապված, հույսով եմ, որ դրանք բավականին մանրամասն մեկնություններ են, ես աշխատել եմ այդ մեկնությունները գրել էնցիկլոպեդիայի տեսքով, այսինքն որ ազնվորությունը, որ ինքը մոտենում է Բհագավադ Գիտան կարդալու, այդ կարդալու ընթացքում ինքը ուրիշ ոչ մի գրականության կարիք չունենա գաղափարները հասկանալու համար, թե այստեղ ինչի մասին է խոսքը։ Եվ ուրեմն խորհուրդ եմ տալիս, որ կարող եք գտնել, ինչքան ես գիտեմ, թե ճիշտ եմ հիշում, զանգակ է կոչվում այդ բանը իրանք իրենց խանութների բանում ցանցում ունեն իմ գրքերը, կարող եք այդտեղից գնել, կարող եք զանգահարել, իմ հեռախոսահամարը գրված է YouTube-յան այս ալիքի ներքևում, իմ տվյալների մեջ,
Եվ ուրեմն կարող եք գտնել ինձ կամ իմ աշակերտներին եւ ձեռք բերել Բhagavad Gita-ն, բայց հիմքը դա Բhagavad Gita-ն է։ Փիլիսոփայական հիմքը դա Բhagavad Gita-ն է։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը խոսեց अर्जुन-ի հետ, ինքը վերջում ինքը չասեց, այ հիմա դու հաստատվեցիր քո հարաբերությունների մեջ իմ հետ կամ վերականգնեցիր արդյոք դու վստահությունը իմ հանդեպ։ Ինքը ասեց դու ինձ հասկացար։ Հա, իսկ հասկանալը դա բանականության ֆունկցիան է։ Եվ դա նշանակում է, որ ամբողջ Բhagavad Gita-ն ինքը ուղղված է, որպեսզի կենթանիակը ինքը հասկացողություն զարգացնի, թե ինչի մասին, ինչ է մտածում Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինքը այդտեղ այդպիսի թեմա չկա, որը չքննարկեց լուրջ թեմաներ էլի, հա, ոչ թե չգիտեմ, բարող Ժորժայի մասին, այլ լուրջ թեմաներ, այդպիսի թեմա չկա, որը ինքը չի քննարկել Բhagavad Gita-ում եւ չի ներկայացրել իր կարծիքը։ Վերջում ասեց, հասկացար, अर्जुन-ն ասեց այո։ Եվ այդտեղ տեղի ունեցավ իմ ամենասիրած բանը։ Ինձ Տեր Կրիշնան գրավել է, այ առաջի գրավելը, որ ինքը ինձ գրավեց, այդ սկզբունքն էր։ Երբ որ ինքը ասեց հասկացար, अर्जुन-ն ասեց այո, ինքը ասեց դա հիմա արա ոնց ուզում ես։ Հա, ինքը տեսեք, ինքը կարող էր չի ասել հասկացար, अर्जुन-ն կարող էր ասել այո, եւ ինքը կարող էր ասել դե եթե հասկացար, ուրեմն արան այս ոնց որ ես ասում եմ։ Ինքը ասեց արա ոնց ուզում ես։ Հասկանում ես, այսա մենք պետք է հասկանանք, որտեղ մեր ժամանակներում շատ հաճախ մարդիկ իրենք մոտենում են օրինակ հոգևոր ուսուցչին, որը նույնպես գիտելիք տեղափոխող է, չէ՞։ Եվ իրանց մոտ այդ փուլերը իրանք ոնց որ չեն ավարտվում, էլի։ Այսինքն մարդը ինքը գիտելիքը ստանում է, բայց հետո ուզում է, որ հոգևոր ուսուցիչը ոչ միայն գիտելիքը տա, այլ իրա փոխարեն ընտրություն կատարի։ Այսինքն հրաման տա, թե այդ գիտելիքը ինքը ինչպես պիտի կիրառի, պիտի ընդունի կամ պիտի չընդունի։ Իրական հոգևոր ուսուցիչը երբեք ոչ մի պարագայում այդ գիծը չի անցնի, որովհետև ամեն կենդանի էակ ինքը ունի իր պատասխանատվությունը, իր կյանքի առաջ։ Եթե անձնավորությունը իրեն թույլ է տալիս անցնել այդ գիծը եւ ստանձնել ճակետների մեջ, որտեղ իրականում չի ստանձնում, եւ այսպես կոչված մտով ստանձնել պատասխանատվությունը, ինքը զբաղված է հետևորդներ հավաքելով, այլ ոչ թե գիտելիք տարածելով։ Հասկանում եք, հոգևոր գիտելիքի տարածման մեջ կենթանի լսողի, այսպես ասեմ, լսողի ազատ կամքը դա ամենակարևոր բանն է։ Եվ ամեն մարդ, ով լսում է հոգևոր ուսուցչին, ինքը պետք է ուշադիր նայի։ Հոգևոր ուսուցիչը խառնվում է նրա մեջ, թե ինքը ինչպես կվարվի կամ ինչ ընտրություն կունենա, թե ոչ։ Այդ տեսեք օրինակ, չէ՞, հոգևոր ուսուցչի աշակերտները, որոնք իրանք, ենթադրվում է, որ հոգևոր ուսուցիչը պետք է լինի նյութական գիտակցությունից ազատ։ Աշակերտները իրանք դեռ գտնվում են նյութական աշխարհի գոյավիճակների ազդեցության տակ, չէ՞։ Եվ այօրինակ իրենք հոգևոր ուսուցչի փոխարեն կարող են իրենց թույլ տալ մոտենալ օրինակ նոր եկած մարդուն, չէ՞, եւ սկսել շտապացնել։ Այն չէ, դե շուշուտ արա, բան, ընտրի, վերջապես դարձի աշակերտ, ձեռնադրում ընդունի, չգիտեմ ես արա, դա աղանդավորության գիտակցություն է։ Եվ եթե դուք տեսնում եք, որ որևիցե մի աշակերտ ինքը ունի այդպիսի պահվածք, դուք պետք է հասկանաք, որ իրականում այդ աշակերտը ինքը ֆանատիկ է, իսկ ֆանատիկ նշանակում է սակավ գիտելիք ունի, այսինքն ինքը իր սրտի մեջ հասուն անձնավորություն չի, որովհետև միայն ոչ հասուն, տգիտության գոյավիճակի ազդեցության տակ մարդը կարող է
ընդհանրապես որևիցե ոտնձգություն անել կենդանեակի ազատ ընտրության իրավունքի վրա։ Սա սրբոց է իրականում, հոգևոր դաշտում հատկապես, հասկանում եք, և այդ բռնությունները, չէ դու պիտի այ քրիստոնյա ես, պիտի լինես սա, չէ դու Կրիշնայի պես պիտի լինես սա, չէ դու մուսուլման ես, պիտի այսպես շնչես, սենց շարժվես, սենց անես, ես ինչը սենց անես, են ինչը նենց անես, դա կենդանեակի ազատությունը սահմանափակող ուրեմն երևույթներ են, որոնք իրանք հոգևորի հետ ոչ մի կապ չունեն։ Ընտրության մեջ, այսինքն իրական հոգևոր մարդը ինքը պետք է ներկայացնի, այո, պետք է ներկայացնի հոգևոր պրակտիկան։ Հոգևոր պրակտիկան դա իհարկե ինչ-որ սահմանափակումներ են, կամ ասենք նոր սովորությունների ձեռքբերում է, չէ՞, բայց անել դա թե չանել, դա ձեր ազատությունն է։ Ուզում եք արեք, ուզում եք մի արեք։ Հոգևոր ուսուցիչը ինքը ներկայացնում է առանց բռնության, ոչ մի մակարդակի վրա, ոչ կոպիտ, ոչ նուրբ։ Հասկանում եք, երբեք մի ենթարկվեք այն աշակերտներին, որոնք իրենք այդպիսի ոտնձգություններ են անում, ինչ-որ բաները, ինչ-որ պահվածք են ձեզ պարտադրում, հա, ինչ-որ բաների են ստիպում, մղում այդտեղ։ Հոգևոր կյանքը մարդուն պիտի դուր գա։ Հասկանում եք, այս օրինակ դեր առաջ նստած եմ, արդեն համարյա 45 տարի է հոգևոր կյանքի մեջ եմ, չէ, բայց ես մինչև հիմա այդ մի գրամ չի տատանվել դեպի բանը, եթե չի ավելացել, չի պակասել հաստատ, հասկանում եք, հիմա ասենց այդ բառով պիտի ասեմ, այն հավեսը, որով ես ընդհանրապես շփվում եմ այս գաղափարախոսության հետ, ես միշտ ասում եմ, ամեն մի ստորակետը պատրաստ եմ 100 անգամ համբուրեմ, այնպես է ինձ այս գաղափարախոսությունը դուր գալիս։ Հասկանում եք, չէ՞, այսա ինքը ամենակարևոր կամպանիան է։ Եվ իմիջայլոց այդպիսի ազատություն ես ստացել եմ միայն այն ժամանակ, երբ որ արդեն վերականգնել եմ իմ եւ իմ հավերժությունչի կապը, այսինքն իմ եւ Մաքսիմիլիան Թակորի կապը, որը ինձ բացարձակապես ազատեց բոլոր տեսակի կապանքներից։ Հասկանում եք, այսպես պյանես, չես, ինքը գաղափարախոսությունը քո դուրը գալիս է, մեկ էլ ինչ-որ մի բռնությամբ մտնում են քո դաշտ, այսպես, այ բայց ինչ-որ դուրդ գալիս է, պիտի այս սենց անես, այս սենցը երբ որ նայում ես, դա ինչ-որ մեկի շահերի սպասարկումն է, եւ այդտեղ հոգևոր ոչ մի բան չկա, իրական, պետք է լինել համարձակ, այո, եւ պետք է լինել գրագետ, հիմա տեսեք, այստեղ հետ ինչ-որ նկարագրեց, չէ, հիմա ինք ասեց, արտաքինից դու կարող ես ստանալ գիտելիք, այդ արտաքինից գիտելիքը դա սուրբ գրվածքներն են, եւ այն մաքուր անձնավորություններն են, որոնք այդ սուրբ գրվածքները ներկայացնում են։ Սուրբ գրվածքների ներկայացումը միշտ պետք է ավարտվի, այսինքն ընթացքում, Տեր Քրիստոսից պետք է օրինակ վերցվի։ Ընթացքում խոսացողը ինքը պետք է հոգ տանի, որպեսի գաղափարախոսությունը մանրամասնորեն քննարկվի։ Այսինքն ինքը պետք է նպաստի, որպեսի դիմացինը ինքը կարողանա հասկանա, ինչի մասին է խոսքը։ Հա? Վերջում ինքը կարող է այդ հարցը տալ, ամեն ինչ հասկացաք, ինչ որ ասվել է։ Եթե կենդանեակը ինքը չի հասկացել, հա, ինքը Աջունայի նման կարող է կանգնացնել, ասել կներեք այս ինչ բանը ես չհասկացա։ Կպարզաբանեք։ Այսինքն ուսուցիչը պիտի հետևի, որ ինքը ամեն ինչը մանրամասնորեն բացատրեց։ Աշակերտը պիտի հետևի, որ ինքը ամեն ինչը մանրամասնորեն հասկացավ։ Հասկանում եք։ Օրինակ ես իմ օրինակի վրա կարող եմ ասել, որ ես մեկ-մեկ ապշահար եմ լինում, այ անկեղծ եմ ասում, ուղղակի ապշահար եմ լինում, այսպես օրերով, այսպես ապուշ կտրած ման եմ գալիս, որ ուզում եմ հասկանալ, չէ,
այն ինտերպրետացիաները, որը կարելի է տալ իմ դասախոսությունը լսելուց հետո։ Թե այդ որտեղից են вообще գաղափարները վերցնում։ Ես ասենք լսում եմ, ասես նայում ու ասում եմ, այս եզրակացության մարդը եկել է ինձ լսելուց ընթացքում, ուզում եմ գնամ կախվեմ, եթե անկեղծ ասեմ։ Այսպես, այդ լուրջ այդպես եմ մտածում, ասում եթե իմ ասացի ընթացքում կարելի էր ինձ հասկանալ այսպես, ուրեմն ինձանից ավելի տխմար ուսուցիչ вообще չի եղել այս տիեզերքում։ Եթե ես այնպես եմ խոսում, որ կարելի էր ինձ այսպես հասկանալ։ Մի անգամից ուզում եմ ինքս ինձ որակազրկեմ։ Հասկանում եք, թե ինչպես կարելի է, դրա համար աշակերտը ինքը իր հերթին պիտի միշտ ուշադիր լինի, ինքը ճիշտ է հասկացել ընդհանրապես այն ամեն ինչ, ինչ որ ուսուցիչը բացատրում է։ Հասկանում եք, եւ տեսեք սուտ գրվածքը, չէ, եւ ինքը ուսուցիչը, իրանք դա այն երկու երևույթներն են, չէ, որը դուք միշտ կարող մենք բոլորս կարող ենք միշտ ուղղակիորեն դիմել։ Ուղղակիորեն դիմել եւ այնտեղ նկատել, որ օրինակ այստեղ այսպես է գրված, իսկ դուք այսպես եք ասում, կամ այստեղ այսպես է գրված, իսկ դուք այսպես եք տանում։ Ուր եք տանում։ Ես չեմ եկել ոչ մեկի ճորտը դառնալու։ Ես եկել եմ զբաղվելու իմ հոգեվոր զարգացմամբ։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր թեմաներ են։ Եվ հիմա տեսեք, Տեր Քրիստոսն ինքը ասեց, ուրեմն զուսպ զգայարաններ եւ ասեք եւ մեդիտացիա, այսինքն ներքին կենտրոնացում։ Այդ ներքին կենտրոնացումը, թե դու ինչի վրա պիտի կենտրոնացած լինես, դու ստանում ես արտաքինից, գիտելիքով, այսինքն սուրբ գրվածքի հիմքի վրա։ Սուրբ գրվածքը եւ նրա ներկայացուցիչը, այդ գրվածքը բացատրողը, հոգեվոր ուսուցիչը, այստեղ հոգեվոր ուսուցիչի որակավորումը ինքը շատ կարևոր է։ Եթե ոչ, ուրեմն անմիջապես, եթե դու այնքան վստահ ես քո վրա, որ ինքդ կարող ես հասկանալ, ուրեմն անմիջապես դու ինքդ էլ հենց մոտենում ես սուրբ գրվածքին, առանց ոչ մի միջնորդների։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ տեսեք, ամենան դրանից հետո Գերագույն Աստվածնավորությունը ասում է դու կվաստակես իմ բանը, բարյացակամ վերաբերմունք։ Այսինքն միայն դրանից հետո դու կդառնաս ազնվորություն, որը վապերվող կյանքում իրան տես բան թույլ չէր տա, բայց եթե նույնիսկ թույլ տար, ասեր, Աստված ինձ ասեց, որ այսենց է, դա կլիներ ճշմարտություն։ Երբ որ մարդը ինքը մսակերության մեջ կորած, առավոտից երեկո տոլմա փաթաթելով ու խորոված սարքելով, չգիտեմ, առավոտից երեկո երեխաների մասին մտածելով, չգիտեմ, սովի խնդիրներ լուծելով, էսադելով, կենցաղի մեջ դժբախտ եսի միջ էսեն, մեկ էլ վեր եկելում ասում է Աստված ինձ գիշերը եկավ ասեց, ես միշտ նույն բանն եմ ասելու, ես չեմ ասում, որ ոչ մեկ չի եկել, ոչ մի բան չի ասել։ Ես ասում եմ շատ հնարավոր է, որ ինչ-որ մեկը եկել է, ինչ-որ մի բան ասել է։ Ամբողջ հայաստանը կայանում է նրանում, թե ով։ Եվ այստեղ մենք ստանում ենք այդ հիմքը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ ում ուզում է տեսած լինենք։ Ոնց ենք մենք հասկանում, դա Աստված էր, թե դա Աստված չէր։ Մի հատ նայում ենք մեզ։ Մենք այն ազնվորությունն ենք, այստեղ կներեք էլի, բայց այդ խոսքով պիտի ասեմ, որ Աստված լայաղաներ ընդհանրապես, ոչ թե մենակ մեր հետ խոսար, այլ ընդհանրապես вообще ինչ-որ մի հատ բանի տեղ դներ, ֆունկցիոնալ տեսանկյունից, շփշփոթեք հանկարծ ուրիշ ոչ մի բանի հետ։ Հասկանում եք։ Գերագույն Աստծո անձնավորությունը, որպես իր համար բան, գրոկագավարիցել, հա, ռուպարելի ոնց է այրել։ Ну, в общем, հասկանում եք, ինչ եմ ասում, բան նորից չնայեմ, էլի բան, չէ՞, այ որպես իր բարերը փոխանցող,
Միշտ հիշեք, օգտագործում է միշտ մաքրության և լուրջ հոգևոր կյանքի մեջ հաստատված կենդանի էակների։ Չի կարելի Աստծո հետ կապված դաշտը սարքել խաղ ու պար։ Սա ձեր համար կրկես չի։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ լուրջ անձնավորություն է։ Ինքը մաքրության հանդեպ մեծ հակում ունեցող անձնավորություն է։ Այո, ինքը ողորմած է։ Ողորմած դա նշանակում է, որ ինքը ձեռք է մեկնում եւ ընկած հոգիներին բարձրացնում է։ Դա չի նշանակում, որ ինքը վստահում է իրենց։ Հասկանում եք, սիրելիներս, մենք դա պիտի հասկանանք, որ Գերագույն Աստծո անձնավորության ձայնը, թե ինքը ինչ կարող էր ասել, ինչ չէր կարող ասել, թե իր մտածելակերպը ընդհանրապես ինչպիսին է, ամբողջ աշխարհում կա ընդամենը մի հատ սուրբ գրվածք, որը մանրաբասնորեն ներկայացնում է Աստծո կարծիքը։ Սա փաստ է։ Եվ այդ գրվածքը Բhagavad Gita-ն է։ Հասկանում եք։ Եվ եթե նրա մեջ էլ չենք գտնում Աստծուն, այսինքն, այսպես էլի, Աստծուն սազացող գաղափարներ, այլ ոչ թե որ ես ես ինչ ազգի նախանձախնդիր Աստվածն եմ։ Խնդրեմ գնա դու այդ ազգի նախանձախնդիր Աստվածն ես, այն դու այն քո ազգը ինչ ուզում եք իրար հետ արեք։ Ամբողջ աշխարհի հետ դա ինչ կապ ունի։ Ոչ մի։ Չէ, ունի, բայց ոչ այդքան դրական կապ, եթե մեղմասենք։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այո, իհարկե պետք է նայվի, вообще գաղափարները, որոնք իրենք հնչում են։ Իրենք Աստծուն հարիր գաղափարներ են, թե ոչ։ Ես շատ կարևոր կետ է ունենալ հասկացողություն, որն է Աստծուն սազացող գաղափար։ Ընդհանուր օրենքը սա է։ Աստծո գաղափարների մեջ չկա շովինիզմ։ Հասկանում եք, այն աստիճանի չկա։ Ես միշտ ասում եմ, չէ՞ որ երկրորդ բանը, որով ես շատ հրապուրվել եմ Կրիշնայով, այդ դա էր։ Եվ որ ես նկատել եմ, որ ինքը ոչ մի բան չի սպասում կենդանեակներից, հա, չի առաջարկում կենդանեակներին, եթե ինքը դրան չի հետևում։ Ինքը, եթե մի բան ասում է, որ այ դուք այսպես որ անեք, ինքը ճիշտ է։ Հետո նայում ես, տեսնում ես, որ ինքը ամենաառաջինն է այդ նույն սկզբունքին հետևում։ Եվ իր խոսակցությունը ընդամենը սա է. հետևեք իմ իմաստությանը։ Տեսեք, որ ես ոնց ապրում եմ, ես չեմ տառապում։ Ուրեմն ես գիտեմ, չէ՞, ինչպես է պետք անել, որ ոչ մի վատ ռեակցիա քո վրա չվերցնես։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է։ Ուրեմն այս տեքստը ինքը եւ պրակտիկայի խորհուրդ է, եւ համ էլ ինֆորմացիոն տեսանկյունից նպաստում է, որպեսզի մենք կարողանանք ստույգ հասկանալ, թե ընդհանրապես ինչպիսի որոնք են այն անձնավորությունները, ում Գերագույն Աստծո անձնավորությունը ինչ որ մի բան վստահում է այս աշխարհում։ Եվ այսօր հասկանում